YouTube-յան անալիտիկան եմ այսօր ստացել, պարզվում է մեզ դիտող, մեր ռադիոն, մեր հաղորդումները դիտող մարդկանց 63%-ը չի բաժանորդագրվել մեր ալիքին, բայց այս բան կլինի, ընկերներ անվճար է այդ subscribe-ը, սեղմեք այդ կոճակը, միացեք, դա փոքրիկ ներդերումը թող լինի մեր գործընկերության, վճարովի չի, անվճար է եւ այդ ձեր բաժանորդագրությունից է կախված նաեւ տարածումը եւ մանավանդ եթե դիտում եք ուրիշ բան, մարդիկ չեն հավանում, չենք նայում, գործ չունենք, այդ հասկանալի է, մարդիկ չեն դիտում մեր թողարկումները, չեն բաժանորդագրվում, բայց որ 68%-ը դիտող է, մշտական դիտող է եւ 60 թիվ ենք էլի խոսում, թե տասնյակ հազարավոր դիտումների բան ենք, դրա համար թող լինի այսպես փոքրիկ համագործակցություն մեր եթերում։ Սա այսպես նախաբան Դե ինչ, այսօրվա հիմնական քննարկումը իհարկե անձնագիրն է, հարգելի բարեկամներ, անձնագիրը, կենսաչափական նոր անձնագրերը, որոնք սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներից կսկսեն արդեն ի հայտ գալ, տրվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նոր ձևով, նոր նմուշի եւ նոր գույնի, նոր ձևի, նոր դեկորի, ոնց ուզում եք հասկացեք, եւ համացանցը ֆեյքերով, չֆեյքերով, մի խոսքով ակտիվորեն քննարկում է կենսաչափական անձնագրերի Հայաստանի Հանրապետության անձնագրերի ձևաչափը։ Նախ ասենք, որ ամենաէական փոփոխությունը արտաքին առումով իհարկե դիզայնն է եւ ձևն է եւ գույնն է, այն դառնալու է կարմիր Եվ հենց այստեղ է, որ բախումներ, թուրքական գույնը, թուրքական անձնագիր, ես միշտ զարմանում եմ այդ մարդկանց վրա, ովքեր չեն ասում, իսկ ինչի ոչ ֆրանսիական, իսկ ինչու ոչ իտալական, իսկ ինչու ոչ իսպանական, հասկանում ես, իսկ ինչու հենց միանգամից թուրքական։ Ուրեմն ինչով են պարզաբանում այս փոփոխությունը, ուրեմն Եվրոպական միության գրեթե բոլոր երկրները բացառությամբ 1-2-ի մանուները կսխալվեմ հանկարծ ասեմ, բայց ասենք ճնշող մեծամասնությունը Եվրոպական միության ունի կարմիր անձնագիր։ Հայաստանի Հանրապետությունը որդեգրում է եվրոպական ուղղություն եւ ցանկանում են, որ անձնագիրը, որը լինելու է նաեւ կենսաչափական, այսինքն Եվրոպայում կարանք սքան անենք այն տեղերը, որ բան ոչ թե ժամերով կանգնենք երթերի մեջ, հեսա վիզայի ազատականացումն եղավ, սքան անենք մտնենք ուզում են, որ անձնագրի արտաքին տեսքով եւ չափանիշներով եւս համապատասխանի, բայց անդիմադատմիկները, անգրագետ բժիշկները, լրագրող կոչվածները ոմանք դրել են Թուրքիայի լուսինով անձնագիրը եւ Հայաստանի Հանրապետության այս նոր նմուշը, ասում են տեսեք, թուրքական անձնագիր են սկսելու բաժանել։ Այլանդակ, վատ, ապերախտ, բոլոր բացասական բառերը այստեղ կարամ ասեմ, մարդիկ, որոնք Ֆրանսիայինը դրեք էլի, Ֆրանսիային էլ հո կարմիր է, Բելգիայինը դրեք, Բելգիայինը հո կարմիր է, Իտալիայինը, Իսպանիայինը, դե հազար հատ նորմալ ուրիշ երկիր, Հունգարիայինը։ Այ մարդ հասկացանք, լավ, մեջի բովանդակությունից եկեք խոսանք, մեջի բովանդակությունից։ Ես այդտեղ որոշ բաներ եմ առանձնացրել։ Ուրեմն ամեն էջի վրա պատմական տարբեր էտապներ ա լինելու, քրիստոնեության ընդունում, 301 թվական, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, Գառնու հետանոսական տաճար, լինելու է Մաշտոց, լինելու է ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զվանս հանճարոյ գրվելու է, լինելու է Արտաշեսյանների օրոք, այդ որոշ այնտեղ ամրոցի Պարիսպի մնացորդներ, լինելու է Հայկ Նահապետը, լինելու է Այրան նետը, լինելու է անհիշելի ժամանակներից քարերի վրա արված են այծիկը փորագրությունները, մի խոսքով շատ լուրջ բովանդակության առումով բան, այս ինչ պատմության դասագիրք են սարքել։ Հիմա իհարկե մենք Լոս Անջելեսի ռադիոկայանանք, մեզ լսում են հիմնականում լսում, բայց մի հատ բացեք բարեկամներ ձեր անձնագիրը ամերիկյան, ամեն էջում լորված ձվերից սկսած նավերով, Միսիսիփի գետով, էլ բիզոնով, բաֆալոյով, ինչ ասես ամեն էջում կա Ժորժան, դա պետության հետ է, չէ՞ այդ անձնագիրը կապված, էլ բնություն են նկարագրում, էլ կենթանական աշխարհ են նկարագրում, էլ արծիվ, էլ գետ, չգիտեմ, հիմնադիր հայրեր, ինչ ասես կա։ Ինչի ենք մենք ինչն է սուտ, ինչն է, ասում է խորվիրապը նկարել են, բայց համայնապատկերի մասիսը չեն նկարել։
Նախ համայնապատկերի մասից նկարելու հարց չի, նկարել են, բացատրել է Արփինե Սարգսյանն, սա վիդեոն կդնեմ կնայեք։ Ասում են նկարել ենք խորվիրապը այն կողմից, սահմանի կողմից դեպի Հայաստանի Հանրապետության ներս ենք նկարել, ոչ թե դեպի Թուրքիա ենք նկարել։ Դրա համար չենք նկարել Մասիսը խորվիրապի բանին, որովհետև մենք ընդգծում ենք խորվիրապը, որը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող սրբավայր է, որը քրիստոնեության ակունք է հանդիսանում, լուսավորիչ, չգիտեմ ինչ, լալալու, քրիստոնեության ընդունման կարևոր հաստատություններից մեկը։ Մենք նկարել ենք խորվիրապը սահմանից, որ նայում ես դեպի Հայաստան, որ Հայաստանից ներս, որ ուրիշ մարմին, որը Հայաստանի Հանրապետության տարածքում չի, նկարի մեջ չհայտնվի, ավելորդ կռվի առարկա չդառնա, էլի էս չանեն, այն չան, էլի չէ, պիտի խառնեն, բա պիտի դնեք, բա մի հատ է պիտի գրեիք մուշուվան, բա մի հատ էսի պիտի գրեիք մեջը, այս սենց քանդեցինք էս մի բուր երկիրը, որը փրկվելու է, որը ես գրքի մեջ եմ գրել, ես մինչև վերջ մարտիկն եմ լինելու այս պայքարի, մինչև վերջ, մինչև այս հիմար մտածելակերպ Աստված իմ այսքան հիմար մտածելակերպ ոնց կարա մարդ ունենա, ասում ինչի չեք գրել որ բաները ոչ թե չեք գրել, թուրքական գույնի անձնագիր եք ասում բաժանում մարդկանց։ Մի հատ Google արեք, էլի Google արեք, գրեք Եվրոպայի անձնագիր ու մի հատ տեսեք քանի հատ եվրոպական երկիր կարմիր անձնագիր ունի։ Նախ Փաշինյանին էլ հարց ունեմ, պարոն Փաշինյան, նախ գույնը փոփոխելը արդարացնում եք Եվրոպական միության անդամագրության այդ հայցակարգով, որ ուզում եք շարժվել դեպի Եվրոպա, հարգելիս, մի քիչ շուտ ակնարկներ անեիք, բան անեիք, այս ժողովուրդը սովետից վախեցած, կարմիր բանակ, NKVD, то չգիտեմ ինչ, մինչև հիմա Լենին պապի վիճակի մեջ է, մի քիչ նախապես մեզ ասեիք որպես մեդիա, ձեր ալիքներին ասեիք որպես մեդիա, մի քիչ մարդկանց պատրաստեինք, ոչ թե նստում եք կարմիր անձնագիր, հիմա բոլորը խառնվել են իրար։ Բա մեդիայի առաքելությունը ո՞րն է, որ մարդկանց պատրաստես, մարդկանց բացատրես, փորձագետներ կանչես, խոսանք, ասենք, բանակցենք, բանավիճենք, կռվենք, բան, եթերում մնա դա։ Մի անգամից մտնում եք եթեր, կարմիր անձնագիր ենք ու հիմա որ մեկի բերանը փակենք, այս անգրագետների, որ մեկի բերանը փակենք, այս ստի մտավորականների, որ արդեն մեր արյան գույնն են ուզում ներկեն, այս sense բաներ։ Ինչու չեք այս 7 տարվա մեջ դուք չհասկացաք, որ պիտի մի քիչ պատրաստենք, մի քիչ խոսանք, մի քիչ բան, նոր ասենք, օժո ջան, գիտեք, օրինակ Եվրոպայում, ասենք, մայլի անունները հերթով չեմ կարող ասեմ, բայց տասնյակ երկրներ կարմիր Եվրոմիության գրեթե բոլոր երկրները, ասենց ասեմ, գրեթե բոլոր կարմիր անձնագիր ունեն։ Այ մենք դե Եվրոքվ ենք արել, դառնում ենք այդ ուղղվածության ասոցիացման համաձայնագիր են կնքում, եկել են որոշ մարդիկ, ասոցիացման պայմանագիր, վիզաների ազատականացում, մենք ուզում ենք եվրոպական գույնի նմուշի անձնագիր ունենանք։ Այս ժողովուրդը հասկանար որոշ մասը, բայց գոնե կպատրաստեինք։ Հիմա 3-1, այսօր 2 մտել եք եթե կարմիր անձնագիր, այս ժողովուրդը կարմիր ցլի հոգեբանություն, կարմիր գույն ցույց տալի խրտնում են։ Ոնց կարաս այս վիճակով գնաս ամբողջ օրը, այսօր բանից եմ գալի, նոր Հայաստան հեռուստաընկերության եթերից, այս թեմայի մասին էի խոսում։ Հենց նույն այս թեմայի մասին հիմա կներկայացնեմ նաև ձեզ, նախ դիզայնի առումով։ Արա սիրուն արել են էլի մարդիկ ինչի է կուրանում։ Բացել եմ անձնագիրս 18 թվականից ստացած Հայաստանի անձնագիրը։ Թերթում եմ։ Ամեն էջի վրա նույն, գերբնա նույն բանը։ Հիմա ամեն էջի վրա էլ Հայկ Նահապետ, էլի, էլ Կոթողներ, էլ Կասկադ, էլ Թամանյան, էլ Երևանի սեպագիր, Էրեբունի Երևան արձանագրությունը սեպագիր։ Արա մի քիչ սրտները լեմ պահեք, մի քիչ մի լավ բան արեք, էլի, մի լավ բան խոսեք, էլի, ինչն է վատ։ Մի հատ բացատրեք, էլի մեկը։ Մտնում եմ այդ կոմենտներն եմ նայում, ֆոկուսի ծնգած նկարներով ֆեյքերը, 2 հատ նկարով անպայման, ստեղից ընդեղից գողացած, հասարակական կարծիք են, էլի ձևավորում բան։ Այ մարդ չեն դառնա։ Okay։ Հայաստանը պատրաստվում է նոր սերնդի կենսաչափական անձնագրերի եւ ահա պարզվում է, որ դրանք լինելու են կարմիր գույնի եւ հենց այդ գույնն է, որ ոմանց մոտ անմիջապես առաջացնում է ոչ թե ճանապարհորդելու, ճամփորդելու, այլ արդեն քաղաքական ենթատեքստ փնտրելու անհագ ցանկություն։ Բայց ինչ որոշ վերլուծաբաններ շտապում են
գունային ընտրությունը կապել աշխարհքաղաքական դավադրությունների հետ, թե բա կարմիր գույնը կոմունիստական անցյալի գույնը, շտապեմ հիշեցնել մի պարզ փաստ, որ կարմիր անձնագիրը նորություն չէ, առավել եւս ոչ մի երկիր դրա մենաշնորհը չունի։ Աշխարհում բազմաթիվ շատ ժողովրդավարական երկրներ, զարգացած երկրներ հենց կարմիր գույնի ներքո են կրում անձնագրերը, եւ դա պայմանավորված է ոչ թե քաղաքական հակամարտության, այլ ավանդույթի, միջազգային ընդունված ստանդարտների, ինչու նաեւ ոչ դիզայնի հետ։ Օրինակ Եվրոպայում կարմիր կամ բորդո գույնի անձնագիր ունեն մի շարք հստակ զարգացած եւ ժողովրդավարական երկրներ՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան եւ այսպես շարունակ։ Նրանք բոլորը անդամ են Եվրոպական միությանը, ՆԱՏՕ-ին եւ այսպես շարունակ, որտեղ հենց բորդո կարմիր գույնի անձնագրերը դարձել են ընդհանուր ստանդարտ Եվրոմիության համար։ Եվրոմիության համար։ Փոփոխության ընդդիմաց դատմիկները, որոնք վաղուց մեր հասարակությանը թուրքացման ձևով են վախացնում, հրապարակում են Թուրքիայի անձնագիրը, կողքը դնում են հայկական, ասում են հանդես Թուրքիայի գույնով են արել։ Բայց նույն ձևով գետինը չմտնելով չեն ասում, որ Ֆրանսիան էլ այդ գույնը, Իտալիան էլ այդ գույնը, Գերմանիան էլ այդ գույնը, չգիտեմ, այնտեղ էլի այլ երկրներ։ Մանկամտության այս հանդեսը, այս բամբասանք, կարելի է շարունակել, բայց այս տրամաբանությամբ գուցե նշենք, որ ավելի տրամաբանական է եվրոպական ուղի որդեգրած եւ եվրոպական հայտ ներկայացրած Հայաստանը ցանկանում է փոփոխել անձնագիրը եւ ինչպես քիչ առաջ նշեցի, ունենալ այնպիսի անձնագիր, որը շատ ավելի տարածված է Եվրոպայում, որի ընտանիքի մաս երազում է դառնալ Հայաստանը, հուսամ հայ հասարակության զգալի հատվածը։ Այնպես որ եթե ինչ-որ մեկը փորձում է անձնագրի գույնի մեջ տեսնել խորը իմաստ, գուցե խնդիրը գույնի մեջ չէ, այլ երևակայության մեջ է։ Իսկ իրականում հարցը շատ ավելի կարևոր է, քան գունային քննարկումը։ Հայաստանը անցնում է ժամանակակից կենսաչափական անձնագրերի, ինչը լուրջ քայլ է անվտանգության, միջազգային շարժունակության, պետական համակարգերի արդիականացման եւ այսպես շարունակ այդ ուղղություններով։ Նոր անձնագրերը կունենան չիպեր ներկառուցված, որ էլի միջազգային ստանդարտ է դա։ Մեզ չիպավորելու են, որ Նիկոլը տեղը իմանա։ Կանգա տեղը պիտի իմանա, որ նոր իմանաս ինչ կա։ Ներ զանգ ունեմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ռաֆայել ջան, մեր հարևան Վրաստանի անձնագրերն էլ են կարմիր գույնի։ Դե բա այդ էլա թուրքացում հեսա կասեն։ Դες որ մեր ժողովուրդը մի քիչ կարմիր գույնը երևի չի սիրում։ Սա կյանքը կարմիրների տակ ապրեց, եղբայր, ամբողջ կյանքում հիմա էլի կարմիրների կռիվը չեն տալի, հենց այս ընդդիմությունը կարմիրի կռիվը չի տալիս, կարմիր անձնագրերով չեն եկես թե քաղաքականությունը ուզում են զավթել։ Ընդդիմությունը հիմա այտենց բաներ է պետք որ ժողովրդին շեղեն։ Դե բա հենց իրանց անձնագրին էլ է կարմիր, իրանց հայրիկի անձնագրին էլ է կարմիր, բա դրա դեմ թող խոսան, Թուրքիայի անձնագիր են դրել, թող Ռուսաստանը ցույց տան։ Շնորհակալ եմ զանգի համար։ Հարևան Վրաստանը։ Իհարկե, Ձեզ նույնպես Լավ եղեք առողջ։ Դες էլ ամենայն բարի։ Հաջողություն։ Դե էսա, sense կքանդեն խելքները գլուխները թավակեք։ Սա չարու բարու կռիվը։ Բայց այդ ուրիշ պատմություն է։ Ոյ ինքերնից լուրջ եմ ասում, հեսա մի 12 օրից գալիս եմ լոս միլի վարքյաններն եմ հաշվում։ Միլի վարքյանները գամ մի հատ այդ համեն Սանտա Բարբարայի բաներում են Պալաս Վերդե Սանտարներում կորեմ մի երկու շաբաթ որ չեմ կարող առանց եթեր էլի առանց ձեզ առանց մեր թե չէ որ կանջատեմ երկու շաբաթ չեմ երևա չեմ խոսա ուղակի համատարած մանավանդ Երևանյան է իրականության մեջ ասեմ եղբայր հետո ասում եք սովետական կրթությունը, սովետական բարքերը, մեր ակադեմիաները, այմար դուք այդ ժողովուրդ եք որ ասում եք ակադեմիա, այս խելքով, այս մտքով, այսքան որտեղից եք հավաքվել, այս դատարկաբանությամբ, այս պոռոտախոսությամբ, բա ասում եք կրթությունա տվե բան, բա եթե ձեր ծնողներն են կրթված, բա ձեզ է պիտի կրթեին, չի կարող կրթված ծնողը հիմարների հավաքածու ունենալ, չի կարա տես բան լինի, ամեն թե բակում այդ գործի տեղը ճանապարհին, այդ պարկովշիկները, խփում եմ մեքենայով այսօր գնացել եմ եթերից առաջ
այդ բանը Մարիոտի հետևն եմ կանգնում, հա, այդ հրապարակն է, այդ որ թատրոնը, Պարոնյանի թատրոնով, ասես մտնում եմ, այդտեղ հենց այդ շենքն է։ Ավտոն 4 կոմա կամերայով ավտոյ է, ասում է խփում ես կողքի ավտոյին այդ պարկովշիկը։ Ասում է արի, լավա, մեքենաս կանգնել է, ստոպ ա եղել, կարմիր լույս է դաշբորդը։ Գոռում է, ասում է չէ, մի գնա, արի, նայում եմ բան։ Այս sense մարդիկ։ Գլուխս բանել եմ, պատուենց գոռում, եղբայր խփում եմ այս կողքի ավտոյին։ Հələ ես իմ ավտոն հասկացանք, բա կողքի ավտոյին ինչ պատասխան տամ։ Չէ, բանը, որտեվ 1000 դրամ փող է չարժանում, բա գլխին կդնի այդ ավտոն։ Կուլ կտա։ Այսպես մարդիկ, այսպես 4 կոմ ամեն քայլին։ Բայց այդ ուրիշ պատմություն է։ Այսօր մի քիչ զարգացումներ են եղել, դե թողենք մի կողմ։ Հիմա այս պատմության մեջ, էլի, կարմիր անձնագրեր են ասում։ Զանգեր, լավ, լսեմ զանգերը, տեղատարապ է զանգերի, բարև ձեզ։ Հետո կխոսենք։ Ողջույն։ Այո։ Դա ուզում եմ հասկանամ, ինչ ջղայնան։ Եթե 30 տարի մարդկանց մոտ դաստիարակում էին, որ պետք է մարդ դառնա ախրանիկ, իրանց համար ախրանիկը ամենապրեստիժ աշխատանքն է։ Դու հիմա ինչ ջղայնանում ես անկիրտների վրա։ Հարգելիս, ուզում եմ մի քիչ շատ կվենք, հարգելիս, այդայա ինձ բարկացնում, որ մի քիչ էս ախր կրթվելու համար նախ պետք է կարդալ սովորել, տարերը պետք է սովորել։ Այդ մարդը տարերն է գրում բանի մեջ, պասպորտին, որ կարդալ, որ այդ տարերն իմանան, հայերեն այբուբել իմանան։ Առաջի էջին տարերն է լինելու, ճիշտ է, հա։ Այո, դրանից հետո տարերը սովորել, հետո կարդալը սովորել։ Այս մարդիկ իրաց անուն ազգանը նորմալ չեն կարողանում գրել։ Ուզում ես այս մարդիկ պասպորտը դարձրել են իրաց համար, ոչ հիմա չկա էլ արվե խոսալու էլ ընդհանրապես։ Ոչ բանի մասի չեն կարող խոսալ, ինչի խոսում են հակազդում են։ Այս մարդիկ հիմա պասպորտը անել են ու սարքել են, պրոստը շատ է ջղայնանում, մի ջղայնացի։ Մեր ազգը պետք է կրթվելը սովորի։ Դե կրթվելը սովորես, դրանից հետո ահագին կծծվի։ Կարծում եմ այս թազա սերունդի մեջ այդ կրթությունը Ան Հակոբյանն ինչա բանանում կրթությունը նորաձևը, հա, էդի։ Այս մարդկանց մոտ պետք է էդի անել առաջինը։ Դրանից հետո ոչինչ 30 տարի կդիմանանք։ Դու մարդիկ դրանից հետո կդրսենք, սովորենք, իմանան քաղաքակրթությունն ինչ է, պատմությունն ինչ է, որ պետք չի մեծ թրտել սերանին կենացներ ասելով, մտածելով, որ իրանք ամենաուժեղն են, սենսեվի կշարունակվի նորմալ են ապրեն։ Բարի հարգելիս։ Այո, անպայման։ Ձեզ էլ շնորհակալ եմ զանգի համար, շատ հաճելի է։ 747-474-34-44 լսեմ էր հարգարժան ռադիոլսողի հորդորը չբարկանա հանգիստ Ռաֆայել հանգիստ գնանք առաջ հիմա իրականում ինչպես ասացի ես անձնագրերի հարցեր հոդվածս եմ կարդում այսօր որ լուրերում ենք բանարել նոր անձնագրերը կունենան ներկառուցված շիպեր ասવા չիպավորելու հետ մեզ այդ COVID-ը հիշեցի բայց այդ ուրիշ պատմությունն է սա հատկապես կարևոր է մեր աշխարհում որտեղ սահմանների անցումը միգրացիան անվտանգությունը դարձել է իրոք առաջնային հարց կենսաչափական փաստաթղթերը թույլ են տալիս արագացնել անցակետերի աշխատանքը ովքեր հայկական անձնագրով օրինակ Դուբայ եմ ասում չեմ պատմում Ֆրանսիա բան որ վիզայա պետք Շենգեն մենգեն այդ ծախ մի կողմ Դուբայը գիտեք վիզաների ազատականացումը յուրաքանչյուր մարդ Հայաստանի քաղաքացի տոմսը առնում է գնում է մինչև այս վերջի կես կռվը բավականին մատչելի էր մի խոսքով գնում են ասենք ես ու կինս գնում ենք Դուբայ շատ հաճախ ենք լինում շատ սիրում եմ ընտիրա եւ այլն ես ծնգստում եմ իմ անձնագրով այդ սահմանը, հա, այդ ոնց է կոչվում, passport control բաժնում։ Ես ծնկ մտնում եմ Դուբայ, կինս պիտի գնան, քայլեն, ընդ բան, հերթը կանգնեն։ Հայկական ու ամերիկյան անձնագրի հարց չի, չասեք, դե դու ամերիկյան паспортով ես գնում։ Չէ։ Ում անձնագիրը կենսաչափական, այսինքն մեջը չիպ ունի, կարող ես ծնգացնել ու ներս գնաս, մտնես Հիմա այս հարցնել են լուծում։ Այսինքն կենսաչափական ինֆորմացիա կա մեջը։
Դա համաշխարհային բան է, դա մեզ չեն չիպավորում, էլի, դա համաշխարհային ստանդարտ է։ Զանգ ունեմ, ով է միացել, բարև ձեզ։ Hello։ Ով է մեզ միացել, ողջույն։ Միհրան Ռաֆայել Լոս Անջելեսից։ Օ, իհարկե, արգելի Միհրան, ձայնից ճանաչեցի ձեզ, ոնց եք։ Ինչպես եք, շատ ուրախ Շատ ուրախ եմ, Ես զանգեցի, որ միանամ նախորդ զանգողին, որ իրոք մի չվայնացեք եւ մի ներվայնացեք, քանի ուղագի դաստիարակվել պետքա, լսել պետքա եւ հետեւել պետքա։ Իրանից էր նման շատերը լինեն, շատերը լինեն, որ եւ ավելի ճիշտ է լսող լինի եւ ձեր ասածը օգտագործող լինի, այսինքն ինչ որ ասեք, կոնե 10% եթե օգտագործի մենք շատ լավ առաջ կերտանք, շատ լավ։ Դե, հուսամ, շնորհակալ եմ հարգելիս, շնորհակալ եմ ձեր զանգի համար, պարոն Դավուդյան, ձեզ լավ օր եմ մաղթում։ Ձեզ էլ նմանապես։ Բարի։ Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, պարոն Միհրան Դավուդյանն էր ընկերներ մեր լավ հայրենակիցը, մեր եթերներում բազմիցս նաև խոսել ենք, համագործակցել ենք։ Այստեղ իմ գործոն ընդհանրապես հանում եմ, լավ ենք, կիրթենք, անկիրթենք, ես հիմա տաղավարում եմ նստած, ինձ չեմ վերագրում որևէ բան, բայց գործունեությանս ընթացքում միշտ այդ պարկեշտության, քաղաքական պատասխանատվության ջատագովն եմ եղել, էլի, միշտ բացատրում եմ կողքինին, մյուսին, որ Ժորժ ջան, քաղաքականապես, որպես քաղաքացի մի քիչ պատասխանատու լինենք, էլի, մեր քայլերի համար, մեր գործառույթների համար, հասկանում եմ վեհ ու վեհագույն նպատակները այդ ամեն ազգին տրված է, ամեն ազգ իհարկե իր այսպես մեծ երազանքները ուզում է իրականացրած տեսնի եւ այլն, բայց Ժողովուրդ ջան, մեր պես ժողովուրդներն է, ասում եմ մենք գլուխներս կախենք ման գալի։ Ասեմ, եղբայր, ինչի ես գլուխդ կախ ման գալի։ Մի հատ կարամ բացատրեմ։ Դու որպես մարդ, ինչի է, այն որ մոտեցել էր Փաշինյանին էր մոտեցե, մյուսին էր մոտեցե, դուրսը գլուխս բարձրել չեմ կարում քայլեմ։ Այ դուրսը գլուխդ բարձր քայլեցիր, դոտ գլուխդ, այտենց քայլեցիր, որ այսօր ննգար։ Դուրսը դուխի պիտի գլուխդ բարձր։ Դու երկրիդ մեջ գլուխդ բարձր քայլի։ Դու ուրիշ երկրի հետ ինչ գործ ունես գլուխդ բարձր պահելու։ Գլուխս բարձր ամեն տեղ քայլում ես։ Այդ ինչ է սարե որ դու գլուխդ ես բարձր ուրիշ տեղ քայլում ես։ Դու քո երկրի մեջ գլուխդ բարձր, այդտենց դուրսը ինչ էր ասես անում են, ինչ զանցանք ու հանցան գործում են, ինձ բանասող չի եղել դուրսը, հիմա վախում եմ խոսալ։ Ինչի համար ես վախենում, ինչ ապատա է։ Այ միգուցե որ 30 տարի մի քիչ ուրիշ ձև ապրեինք, վիճակը այլ կլիներ, երբ որ պատմական հնարավորություններ են, որ ինչ եմ ասում, պատմություն է պետք իմանալ։ Ինչ պատմություն է պետք իմանալ։ Հիմա էլի Լոս Անջելեսում են մեզ լսում, իմ հարգելի, իմ ընտիր ռադիո լսողներ ջան, ամեն մեկի գիտեք ինչ անեմ, հարգում սիրում, որովհետև 8 տարի մենք նույն բանի մասին խոսում ենք եւ առօրյա ենք ձևավորում։ Հիմա լոսում բանում Ամերիկայում Չարլզն է եկել, King of the Great Britain, եկել է, լավ է, ապրի։ Բրիտանիան, որ աշխարհի տերն ու տիրական է, քանի անգամ է պարտվել։ Անգլիայի, ինչ եմ ասում, պատմությունա պետք իմանալ, Ֆրանսիա եւ Անգլիա հարաբերությունները ո՞նց են եղել։ Ողջ կյանքում իրար փրթելու սպանելու բան են արել։ Որ մեկնա, որ մեկի, ոնց ասեմ, լավը ցանկացել։ Եվրոպայի ցանկացած երկիր փրթել են իրար։ Ռումինիան, հա՞, այդ Կալիգուլան եւ Գրաֆ Դրակուլան, այդ Կալիգուլան չէ, Գրաֆ Դրակուլան, այդ ում հերոսներն էր։ Այդ որ արունահեղության ծովեր էին անում, Եվրոպա են խոսում, Եվրոպա, որ քաղաքակրթության դարբնոց, արյան վաննաներ էին անում, պարկում էին։ Այդ ռումինացիք ներողություն խնդրեցին ժողովուրդներից, թե նրանք խելոքացան։ Ժողովուրդ ջան, չներելու հարց չի հիմա, բացարձակ այս 21-րդ դարի օրակարգում։ Բացարձակ հարցը այն է, այսօր Երևանում գազի դեֆիցիտ է, դու գիտեք։ Ամբողջ վարորդները խառնվել են իրար։ Երևանում գազի, լիցքավորման գազի, մեքենայի գազի դեֆիցիտ է։ Այն վիճակով է սրված իրավիճակը Երևանում, Հայաստանում, որ ավտոյի ռադիոները, երևանյան հեռարձակման ռադիոները իրար զանգում են, այս շոու են սարքել։ Ես այսօր եմ լսել ռադիոյի կեսի բաները ծանոթ են, իմ ընկերներն են 1000 տարվա, գնում էի գործի, լսում էի։
Ռադիոյի եթերում զանգում են, ասում են տղեկ, Չարբախում էս ինչի խաչմերուկին, ըստե հլը գազը կա, գնացեք ու գնում են այնտեղ լիցքավորում են։ Երթևեկության վիճակն է թեթևաց է, շատերը մեքենա չեն հանում։ Ինչու։ Ինչու գազ չկա։ Որովհետև Լարսում մեքենաների կուտակումներ ա եղել Ռուսաստանից, չգիտեմ ոնց այդ մեծ ավտոները չեն գալիս այդ գազը բերում, դե գազամուղ չունենք բանով, այդ խտացված ձևով բերում են, այստեղ լիցքավորում են գազը պահեսները։ Այդ անկախությունը այդ չի, եղբայր, այդ չի քո վիճակը։ Չենք բացում սահման, չենք Ադրբեջանի հետ բենզին գազ առնում, Թուրքիայի հետ ոչ մի բան չենք անում։ Եղբայր, Լարսում 2 սանտիմետր ձուն ա գալիս, մեքենաներով խառնվում եք իրար ավտո, չգիտեք ոնց դուրս գաք ավտոտնակներից։ Այդ անկախությունն է, այդ վիճակը։ Այսօր էլ մի քանի տոննա ջերմուկ ա փակել Ռուսաստանը, չենք վերցնում ձեր ջերմուկը, մեջը չգիտեմ ինչ են գտե։ Հենց մեզ մոտ մի քիչ մի լավ բան, մի բան հայտարարում են, կաթնա թթվում, ծիրաննա նեխում, ջերմուկն ա փչանում։ Էսա անկախ երկիր են կոչվում։ Դրա համար սահմանները պիտի լինի բաց, շուկայական հարաբերությունները պիտի լինեն բաց, պիտի բոլորի հետ առևտուրել անենք, միտեղից կախված չլինենք, որովհետև միտեղից ես կախված գալիս համբենանում թմբլ պոչիկը տանում են, ոնց որ եւ եղել է դարերով, միտեղից կախված, պետք չի միտեղից կախված։ Եղբայրական Իրան ասում է, այս բանի այաթոլայի ցավակցականը որ տվեց, Փաշինյանը եւ մյուսը եղբայրական ժողովուրդ ասում է։ Okay, շատ լավ է, թող ասեն եղբայրական։ Օգնություն ուղարկեցին, Արարատ Միրզոյանը ուղարկեց օգնություն։ Դեղ տոմատի պաստա, խավիար, իմամ բայալդը ու էլի լիքը տենց բաներ ուղարկեցին մեր հարևան երկիրը Իրանի ժողովուրդը մեծ ու մանուկ սով էր որոշ շրջաներում, գիտեք, վատ վիճակ էր։ Աբաս Արաղչին եղբայրական հայ ժողովրդին շնորհակալություն հատելով հազարամյա սահմանը նրանք եկան մեզ օգնության։ Քեֆս բերում է, լսում եմ, քեֆս բերում է։ Հիմա նույն տրամաբանությամբ մեր ողջ պատմության ընթացքում հայ ու հələ թուրք, մուրք չկար տենց բան ընդհանրապես տարածաշրջանում։ Սելջուկ, Մելջուկ, չգիտեմ ով չկային։ Զարկել են Պարսիկի հետ։ Մեր թագավորների կաշին տիկ էին հանում, խփում էին ամրոցի պատին, որպես բան, սարսափյաց ժողովրդիաց։ Մեր կաթողիկոսին քարատում էին, դնում էին խորանի վրա։ Այդ, Պարսիկ Հայաստան, ո՞ր մեկնա ներողություն խնդրե։ Մեր արածների համար։ Ռաֆու վեպերը, Ռաֆին ինքը իրանահայ էր, Իրանում ծնված մեծացած մարդ էր։ Հակոբ Մելիք Հակոբյանը։ Մելիք Հակոբյանների տոհմից էր, Մելիքն է, գիտեք, այդ պարսկական այդ կոչումը, ազնվական տոհմի Գերդաստանի կոչումը, բանը։ Իրա պապը, Ռաֆու պապը, ասում էր այդ հաշվապահական մեծ բան ուներ, ինչ անունը, գրասենյակ ուներ, բան ուներ, տղուն ասում էր Ռաֆիկ, արի, այդ տղա ասում էր, արի հաշվապահություն սովորի, բանարայինը մաթեմից լավ չէր Ռաֆիկը, լավ չէր եւ երբ որ գործերը արդեն վատացան, ինքն պատկառելի տարիք էր, բայց չէ, ես պիտի գնամ գրող դառնամ, գրողը տանի։ Գնաց Թիֆլիս, բան, տո աման լվացող էր, մինչև համապատասխանատյանները օգնեցին, բան, գնում էր գյուղերը դրամա հավաք իրանում, որ գիրք տպի։ Գնաց հավաքեց եւ այլն, բան, Սամվելը կարացան տպեն, բայց այդ ուրիշ պատմություն է։ Հիմա այս դարում սահմանները պիտի բաց լինեն, որ ապրես։ Ուրիշ բան դու ունես տնտեսություն հիմնեիր, 30 տարվա մեջ այնպիսի գիտահենք հնարավորություններ ունենայիր, որ ասեիր, գիտես ինչ կա, այն որ ասա տղա լինեիր, այդքան տղա լինեիր, ասեիր սահմաններս փակա, այս իմ գիտնականները, այս իմ խորհրդային ժառանգության գործարանները, չգիտեմ, մնացած ամեն ինչը 30 տարվա մեջ երկիր սարքեիր, գնացել ազատագրել էիր, լավ է իրար է, պահեիր, ասել մենք ցեղասպանված ժողովուրդ ենք, այլևս երբեք։ Սա էգզիստենցիալ վտանգ է, մեր գոյաբանական վտանգն է սա։ Մենք չենք հանդուրժի։ Բայց դու տես բան չես արի, եղբայր, դիտավորյալ եզակի թվով եմ խոսում, որ ամեն մեկը իր մեջ գցի բռնի։ Ինչ ասես,
խոսացիք, ինչ ասես արեցիք, գնացիք աշխարհի ծերերը Մոցարտի գործարանները առակ, եսի ինչեր առակ, մյուսները։ Էտա։ Բա երկիր կառուցեիք, էս անեիք։ Մենակ ձեր դղյակներին կարանք հիշատակենք ամբողջ մանումենտի անտառներում եւ այսպես շարունակ։ Մնացածը արդեն թողնում եմ ձեր հայացողության, հիմա բանն եմ միացնում, ընկերներս, որոշ դրվագներ այս անձնագրի նմուշից, հա, որ պատմում են, հետո մնացածը կլսենք։ Տեսնենք անձնագրի նոր դիզայնը, իհարկե առաջին փոփոխությունը գույնի փոփոխությունն է։ Իհարկե մենք մեր դրոշի վրա 3 գույն ունենք՝ կարմիր, կապույտ եւ ծիրանագույն, եւ մենք որոշել ենք նաեւ որպեսզի կենսաչափական անձնագիրը կարմիր երանգ ունենա, որը նաև մեր ուսումնասիրությամբ միջազգայինորեն ամենաշատ տարածված երանգներից է, սկզբունքորեն կարմիր կապույտը ամենատարածվածներն են։ Տվյալ դեպքում մենք նաև փոփոխություն ավելի տեսանելի դարձնելու համար, որովհետև հին նմուշի անձնագրերն էլ դեռ որոշ ժամանակ առնվազն շրջանառվելու են, որպեսզի տարբերությունը շատ ակնառու լինի, դրա համար որոշեցինք փոխել գույնը, ընդհանուր պատկերը այսպիսին է, շատ բան մեր պատկերում կարծում եմ առաջին էջում չի փոխվել, հին նմուշի կենսաչափական անձնագրերում էլ այս նշանը կա, կենսաչափականի նշանը, եւ այդտեղ ոչ մի բան չի փոխվել։ Եվ այս շապիկի հետ կապված ունեք որևէ մեկ։ Պարոն վարչապետ, նկատի ունենանք, որ քանի որ խոսեցինք վիզաների ազատականացման մասին, Եվրոպական միության անդամ գրեթե բոլոր պետությունները հենց այսպիսի երանգ են օգտագործել, մուգ կարմիր կամ բուրգունդիի տարբեր երանգներ, սա կարծում նաև լավ ժեստ է ընդհանուր տրամաբանության մեջ, թե փոփոխություն ունենալու եւ թե նաև համապատասխանեցնելու Եվրոպական միության ընդհանուր ստանդարտին։ Մենք ունենք այո նաև տարբերակ բրալյան գրով, որպեսզի նաև տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ կարողանան նաև անձնագրի հետ այդ առումով հաղորդակցվել եւ առաջին էջի բացվածքն է, սա ճիշտ եմ, չէ՞, Այո, առաջին էջն է։ Եվ ձախ կողմում, ինչպես տեսնում եք, Հայաստանի Հանրապետության ուրվագծային քարտեզն է, հաջորդիվ Հայաստանի Հանրապետության զինանշանը եւ որոշակի տեքստային ինֆորմացիա։ Այստեղ ամենակարևորը, որ մեր երկրի ուրվագծային քարտեզն է, ունեք որևէ մեկնաբանություն այս էջի հետ։ Պարոն վարչապետ, ես նշեմ, որ թեև առաջին հայացքից գուցե պատկերը այդքան տեսանելի չթվա, բայց ճարտարապետական հնագույն զարդանախշերն ենք օգտագործել, հայկական։ Այո, հետևի ֆոնը, եւ դրանք մեր մասնագետները փորձել են զարդանախշերը միացնել, ներդաշնակեցնել եւ ֆոնային ցանց ստանալ։ Սա եւս կարևոր նշանակություն ունի։ Քարտեզը կա թե շապիկի առաջին հատվածում եւ թե նաեւ վերջին հատվածում նույնականացրել ենք։ Եվ բնականաբար հիմնական տեքստերը արդեն շարադրված են աջ էջի վրա, որովհետև փոփոխություն այս տեսանկյունից չենք բերել։ Շատ լավ։ Հաջորդ էջում սրանք արդեն պաշտպանող շերտերն են, որոնք երևում են ուլտրամանուշակագույն ճառագայթի ներքո, ելի միջազգային ստանդարտներին համապատասխան այս էջի վերաբերյալ ունեք մեկնաբանություն։ Պարոն վարչապետ, ես նշեմ, որ բոլոր էջերը ունեն ուլտրամանուշակագույն ճառագայթով տեսանելիություն եւ մեր սահմանապահները եւ օտարերկրապետությունների սահմանապահներն են կարողանալու տեսնել այս հատվածը։ Հայաստանի Հանրապետության քարտեզի մասով կտեսնեք մի փոքր գեղարվեստական լուծում ենք ավելացրել, որպեսզի նույնական չլինի հիմնական պատկերի հետ։ Կա Հայաստանի Հանրապետություն բառերը այստեղ նախատեսված եւ Հայաստան բառն է թշնատարերի տրամաբանության մեջ, ընդ որում պիտի փաստեմ, որ Մատենադարանի գործընկերների հետ վերահաստատել ենք, որ սրանք լրիվ ճշգրիտ են, խնամքով գծագրված են եւ որևէ հակասություն չունենք մասնագիտական դաշտում, ներքևում կնկատեք կրկին զարդանախշեր են ժապավենաձև դասավորված։ Այսինքն այս պատկերը երևալու է միայն ուլտրամանուշակագույն լուսավորության ներքո եւ դա պաշտպանիչ շերտն է անձնագիրը կեղծումներից պաշտպանելու համար։ Հաջորդիվ արդեն սա էլի միջազգային ստանդարտին համապատասխանող արդեն անձնական անհատական տվյալները պարունակող էջն է, որը էլի ստանդարտ է, շատ, եթե նույնիսկ տարբերություններ կան մեր այսօրվա գործող անձնագրերից, այդ տարբերությունները մեծ չեն, նկատի ունեմ դրանց վրա շատ կենտրոնանալու առիթ չկա, ունեք դրա հետ կապված։ Ես ուղղակի նշեմ
Ես այստեղ մի հատ կարևոր դիտարկում անեմ, հարգելի բարեկամներ, մինչ շարունակելի եթեր, այստեղ մեկնաբանություններն եմ ընթերցում, օրինակ մեր ռադիոլսող իմ լավ ընկերը Դավիթ Դերմենջյան հարցնում է, դեպ շատ եմ լսել օրվա ընթացքում, ասում է, իսկ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր ունեն Շենգեն վիզա, Եվրոմիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների ցանկացած վիզա ունեն անձնագրի մեջ, հետո ինչա լինելու բայդ որ փոխեն։ Այդ 1000 անգամ լսել ենք նման մտահոգություններ արդարացիորեն, ընկերներ վիզան գործում է իր գրած թվի համապատասխան, անգամ եթե անձնագիրը դու փոխում ես, վիզան աշխատում է, ասեմ ավելին, թե կինս, թե ծնողներս, ասենք ծնողներիս պարագայում վիզա ունեն Միացյալ Նահանգների 10 տարվա անձնագիրը փոխել էին։ Ճիշտ է, նոր նմուշը չէ, բայց անձնագիրը փոխել էին, թվականով ուրիշ, serial number-ը ուրիշ եւ այլն, ցույց էին տալիս հին վիզան մուտք գործելուց, այստեղ զվարթնոցում էլ Միացյալ Նահանգներում է, նոր անձնագրով գնում էին վիզան կից հին անձնագրի մեջ, երկուսը կա, անձնագիրը չեք հանձնում, եթե վիզա կա մեջը։ Կոնկրետ ծնողներից պարագայում առաջի էջն է, sense կլորցակ են անում նկարի վրա, որ երկու անձնագիր չլինի, բայց վիզաները շարունակում են աշխատել այդ փորձվածը հենց մեր ընտանիքի հետ է դա բանարը ոչ թե լսել եմ ինչ-որ կողքինից, այլ հենց մեր ընտանիքի կատարված բանը Ամերիկա գալուց ցույց է տալի հին անձնագրի մեջի վիզան, որը դեռ վավեր է, իսկ մուտքագործում արդեն անձնագրով, այնպես որ շարունակենք լսել։ Որ տվյալների էջի մասով հիմնական պարոն վարչապետ կրկին հետևում օգտագործել ենք հայկական 5 առանձին տեսակի զարդանախշեր, նորից դրանք միավորված են եւ ֆոնային ցանց են ստեղծել, բոլոր այն բառերը, ընդհանուր տեքստերը, հաջորդականությունը, որը որ կա, ամբողջովին ICAO-ի ստանդարտին համապատասխան է, ինչ տեքստ որ տեսնենք նկարում, կրկին ICAO-ի հիմնական պահանջներից է, ինչ տեքստ որ չտեսնենք նույնիսկ եւ մտածենք, որ օրինակ կարելի է այդ տեքստերն ունենալ, պիտի նկատի ունենանք, որ ICAO-ն չի խրախուսում տեքստերից ընդհանուր չափանիշներից դուրս տարբեր բառերի օգտագործումը, որովհետև դրանք սահմանային հատման կետերում շատ իրավիճակներում խնդիրներ են գեներացնում, եւ սա է պատճառը, որ ինչ ստանդարտով նախատեսված է կա, եւ որևէ հավելյալ բան մենք չենք նախատեսել սրանում։ Այս էջը հիմա մենք հորիզոնական ենք ցույց տալիս, բայց անձնագրի մեջ ինքը լինելու է ուղղահայաց, ճիշտ է։ Ուղղահայաց դիրքավորում է ունենալու եւ ահա այսպեսին է լինելու մեր էջը, վիզուալ, ուղղահայաց է լինելու անձնական տվյալների էջը, եւ մենք ինչպես տեսնում ենք, երրորդ էջում Մեսրոբ Մաշտոցի ստեղծած այբուբենն է, ինչու եմ ասում Մեսրոբ Մաշտոցի ստեղծած այբուբեն, որովհետեւ հենց 405 թվականի իր նախնական վարկածով է, որ այբուբենը արտահայտվելու է անձնագրի մեջ եւ հիմա հաջորդի վեճերում մենք կտեսնենք, որ մենք աշխատել ենք, որպեսզի անձնագիրը եւ անձնագրի վիզուալ պատկերները ներկայացնեն մեր ինքնությունը եւ մեր պատմությունը եւ կարծում եմ այդ առումով մենք կարողացել ենք որոշակի պատկեր ստանալ այս էջի հետ կապված ունեք լրացուցիչ մեկնաբան։ Ես ուղղակի նշեմ, պարոն վարչապետ, որ հիմնական տվյալների էջում անզեն աչքով գուցե տեսանելի չէ, բայց երբ որ զարդանախշերը պատկերել ենք, օգտագործել ենք Հայաստանի Հանրապետության դրոշի գույները, այսինքն կարմիրը, կապույտը, ծիրանագույնը, իհարկե պրոֆեսիոնալ մշակմամբ, որպեսզի ավելի նուրբ պատկեր ստանանք։ Այբուբենի իմաստով, պարոն վարչապետ, առաջին նաև հայատար նախադասություն ունենք էջի ներքևի հատվածում գրված եւ նաև եթե գրափարով ճանաչել զիմաստություն եւ սխրատ, բանս հանճար։ Եվ եթե նայենք այբուբենի շարվածքը, կնկատենք, որ ձախից աջ հերթականությամբ, թեքվածությամբ հերթականությունը մենք պահպանել ենք, որևէ ձևով չենք խաթարել տրամաբանությունը, եւ նաեւ պարոն վարչապետ միասին քննարկել ենք որոշ տառեր կնկատեք ավելի մեծ տրամաբանության մեջ են արտացոլված, բնականաբար իրենց մեջ նաեւ որոշակի միտք ունեն, տրամաբանություն ունեն, եւ եթե դեմ չեք կխնդրեի դուք տառերը իրենց տրամաբանությունով։ Շատ լավ, մենք մասնավորապես A տառը նկատի ունենալով ազատություն, անկախություն, Ե տառը երջանկություն, E տառը նկատի ունենալով, որ մեր գրափարում Աստված է նշանակում, Աստծուն ընդգծնելով, Ž տառը ժողովրդին ընդգծելով, I տառը ինքնիշխանությունը ընդգծելով, X տառը խաղաղությունը, Կ կյանք, Հ Հայաստան, M մարդ, ջուրն ենք ուզեցել ընդգծել նաև որպես կյանքի խորհրդանիշ, Ո տառը, քանի որ նախնական տարբերակում
օ տար չի եղել, նկատի ենք ունեցել օրենքը, օրինականությունը, մտառը ասցի մարդուն ենք նկատի ունեցել, П տառը նկատի ենք ունեցել պետությունը, Ս տառը նկատի ենք ունեցել սերը, Ք տառը նկատի ենք ունեցել Քրիստոսին որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն։ Իհարկե բոլոր տառերով էլ կարելի է այս ընդգծումները անել, բայց ընդհանուր առմամբ մենք մտածել ենք, որ այսպիսի ընդգծումները գուցե նաև մեր ռազմավարությունները, ընկալումները, մեր ձգտումները եւ մեր պատկերացումները էականորեն կընդգծեն եւ նաեւ դիզայնի որոշակի էլեմենտ ավելացնելու եւ նաեւ edge-ը ինքը ուներ առանձնահատկություն իրեն անվտանգության նկատառումներով նաեւ հնարավոր չէր ուղղակի սովորական տրամաբանությամբ նույն չափերով եւ ուղղահայաց ուղղանկյուն ու տրամաբանությամբ դասավորել, այսինքն իրեն որոշակի տարբերություններ էսպես թե այնպես պետք է լինեին չափերի, դրա համար մենք որոշեցինք, որ եթե այնուամենայնիվ հնարավոր չի լինելու բոլորը նույն չափին գծել, ելի եմ ասում, անվտանգային ստանդարտներին համապատասխանելու նկատառումով, որովհետև այս կողքի հատվածներում պետք էր որոշակի ազատ տեղեր լինել, որպեսզի այդ անվտանգության նշումները հստակ երևային, դրա համար այսպիսի լուծման եկանք, որը կարծում եմ վատ լուծում չէ, ելի եմ ասում, կարելի էր տարբեր էլի բառեր գտնել եւ ընդգծել, բայց տենց էմոցիոնալ մակարդակում այսպիսի լուծման եկանք եւ վիզուալ էլ կարծում եմ վատ չի երևում։ Պարոն վարչապետ, կհիշեք նաև, որ մենք մատենադարանը եւս դիտարկում էինք, որ արտացոլ էինք, բայց հաշվի առնելով անվտանգային հատվածն եւ նաև էջի սահմանափակ ծավալը, որոշեցինք լավ տեսանելի այբուբեն ունենալու ճանապարհով գնալ։ Այո, իհարկե տարբեր տարբերակներ ենք մտածել, ուղղակի երկու խնդիր կա, որ էջում այնուամենայնիվ էջի ֆիզիկական ծավալները այլ բան են, բայց էջի այս նպատակով օգտագործելի ծավալը ավելի փոքր էր եւ դրա համար մենք որոշակի ընտրություն կատարեցինք այս կամ այն տարբերակի օգտին։ Հաջորդիվ էլի, ահա այս պաշտպանական շերտերի մասին էր խոսքը, տեսեք, այստեղ այնուամենայնիվ որոշակի շերտեր կան եւ զբաղեցնում են եւ մենք էջերը որոշակի սահմանափակումներով կարող ենք օգտագործել։ Մի մասը ակնհայտ է, մյուս մասը ոչ ակնհայտ պատճառներով, նա պատճառը, որ ահա այդպիսի դասավորություն է ստացել եւ մյուս էջերն էլ այդ տրամաբանությամբ են օգտագործված։ Հաջորդ էջում պատկերը կարծում եմ ակնհայտ է, այսպիսով մենք ցույց ենք տվել մեր ծագումնաբանությունը եւ Հայկ Նահապետն է անձնագրի 4-րդ էջում եւ նաեւ անձնագրի 5-րդ էջում ժայռապատկերներն են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող եւ այսպիսով նաեւ մեր ծագումնաբանության եւս մի շերտ ենք մենք բացահայտում։ Պարոն վարչապետ, այստեղ երկար չենք մտածել, կհիշեք մեր քննարկումները, որ որոշել ենք, որ Հայկ Նահապետը անպայմանորեն պիտի լինի մեր անձնագրում, հաշվի առնելով բովանդակությունը եւ արձանի հատվածը եւս ընտրել ենք այն արձանը, որ այս պայծրությամբ Հայաստանի Հանրապետությունում կա, ռակուրսի առումով ընտրել ենք ցանկալի ռակուրսը, որն ամբողջովին արտացոլում է ըստ էության էությունը, իսկ ժայռաբեկորների վրա մենք այո Հայաստանում գտնված ժայռապատկերներն ենք նախատեսել, Գեղամալերներում եւ Ուխտասարում հայտնաբերված ժայռապատկերներն են, որոնք բավական մեծ եւ հին պատմություն ունեն, փորձել ենք լրիվ իդենտիկ նկարել այս բոլոր ժայռապատկերները, այսինքն որևէ բան արհեստական չենք տեսնի նկարներում, ամբողջը բնությունից վերցված հատվածներ են, կարծում եմ դրանում է նաեւ գեղեցկությունը, որ ամբողջովին այն է, ինչ որ մեր հանրապետությունում կա։ Հայկ Նահապետի արձանի նաև դիրքի խնդիր կար եւ ես կարծում եմ, որ այսինքն ոչ բոլոր տեղերում եւ ոչ բոլոր դիրքերով ինքը ելի նույն պատճառներով կտեղավորվեր, հիմա ինքը իր եղած դիրքով եւ բնական դիրքով կարծում եմ հնարավորինս հարմարավետ ձևով տեղավորված։ Հաջորդ պատկերը Հաջորդիվ մենք տեսնում ենք արդեն մեր պատմության հաջորդ կարևոր հանգրվանը Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը, որը նաև մեր ինքնության եւ մեր պատմության շատ կարևոր մասն է, ընդ որում Էրեբունի ամրոցի այս պատկերը վերականգնված է գիտնականների կողմից եւ այն ինչ որ այստեղ արտահայտված է ամբողջությամբ
խորհրդակցվել է եւ գիտական խորհրդատվության ներքո է պատրաստվել եւ այս էջը Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությանն է նվիրված եւ մի փոքր կտորել, եթե տեսնում եք, մենք այստեղ սեպագիր արձանագրությունից մի փոքր հատված ունենք, որ հատվածներ սա հիմնական, որ վերաբերում էր հենց կառուցմանը, որ կառուցել է Հոյակերտ կառույցը ըստ էության, հիմնական առաջին նախադասությունը ամբողջովին վերցված է հենց սեպագիր արձանագրությունից, որևէ ձևով չենք աղավաղել կրկին մտքերը։ Պարոն վարչապետ, ես շարունակելով ձեր միտքը, ուզում եմ վերահաստատել, որ մենք Էրեբունի ամրոցի տարածքում պեղումներ իրականացրած հնեաբանների եւ պատմաբանների հետ ենք խորհրդակցել, այս պայծրությամբ կա վերականգնված մակետը, որպես այդպիսին Էրեբունի ամրոցի եւ այն բոլոր հատվածները, որոնք այս պայծրությամբ էկրանին ներևում են, դրանք այնպիսին են, ինչպիսին որ պեղումների տրամաբանության մեջ մասնագետները ֆիքսել են եւ հանուն արդարության ուզում եմ մի հատվածի անդրադառնալ, սեպագիր արձանագրությունը որպես կանոն նմանատիպ մեծ չափերով տեղադրված չի լինում շենքերի վրա, ավելի փոքր տարածք է ունենում, բայց եկել են կոնսենսուսի մասնագետների հետ, որ հնարավորինս փոքր չափերով լինի, բայց միևնույն ժամանակ տեսանելի, որովհետեւ խորհուրդը հենց դա է այս էջի, որ կարողանանք սեպագիր արձանագրությունը ճշգրիտ իրական սեպագիր արձանագրության պատճենումն է էջի վրա։ Այսինքն որ մասնագետներ ուզենան խոշորացուցով նայել, դա տեքստը ամբողջությամբ օրիգինալ տեքստն է տեղադրված այստեղ։ Շատ լավ։ Հաջորդիվ նույնպես շատ կարևոր էջ, այստեղ մենք տեղադրել ենք ըստ ավանդության եւ ըստ պատմության Արտաշես արքայի սահմանակարերը, որոնց վրա արամեերեն արձանագրություններ են եւ այս սահմանակարերը գտնվել են Սիսիանի տարածաշրջանից, եթե չեմ սխալվում, եւ նաեւ այդ ժամանակների գյուղատնտեսությունը եւ սահմանակարի տեղադրման ձևը եւ դիրքը նույնպես գիտնականների հետ խորհրդակցությունների արդյունքում է ձևավորվել, ինչպես նաեւ տվյալ ժամանակաշրջանի կենցաղավարությանը եւ գյուղատնտեսությունը պատկերող վիզուալիզացիան նույնպես գիտնականների հետ խորհրդակցությունների արդյունքում է ձևավորվել, ելի եթե նկատում եք էջի, ասենք կարող է տպավորություն ստեղծվել, թե լիարժեք է օգտագործված, բայց իրականում էջի կեսից քիչ հատվածն է օգտագործված, ներքևի հատվածը, որովհետև վերևում արդեն անվտանգության շերտերն են եւ այդ անվտանգության շերտերը պետքա հնարավորինս զերծ մնան կողմնակի միջամտությունից Հայաստանի Հանրապետության զինանշանն է եւ որը նաեւ տվյալ դեպքում ունի անվտանգային գործառույթ։ Ունեք լրացուցիչ մեկնաբանություն։ Ես ուղղակի պարոն վարչապետ նշեմ, որ սահմանակարի ընտրությունը պատահական չեն կարել, այն շատ կարևոր պետական եւ իրավական գործիք է հանդիսացել նույնիսկ այն ժամանակահատվածում, որովհետեւ ցույց է տվել պետության գոյությունը, պետական կառավարման էությունը եւ նաեւ հողային բարեփոխումները, որոնք որ տեղի ունեցել այդ ժամանակահատվածում եւ հիմնականում ամբողջովին ճշգրիտ ներկայացրեցիք, որ տեղադիրքն են ուսումնասիրել, կենցաղավարման կանոնները, այսինքն հիմնական մենք նույնիսկ կհիշեք, որ առաջին պատկերը լրիվ այլ էինք պատկերել, որովհետև այլ կերպ էինք պատկերացրել սահմանակարերը, բայց հետո մասնագետների հետ ձեր հանձնարարությամբ նաև լրացուցիչ ճշգրտումների արդյունքում արդեն բարձրադիր հիմնական հատվածներում են տեղադրել այս սահմանակարերը եւ Հայաստանի Հանրապետությունում այս պայծրությամբ տասնյակից ավելի նմուշներ կան հայտնաբերված։ Մենք ընտրել ենք հենց այն նմուշը, որը որ թանգարանային է, որովհետեւ կրկին լրիվ ճշգրիտ պատկերացումը կարողանանք։ Այսինքն տեքստն էլ ճշգրիտ է, արտահայտված եւ դա էլ շատ կարեւոր է, որ այսինքն ստեղծագործություն չկա, ինչպես եղել է, եթե չեմ սխալվում, տեքստը արամեերեն է եւ ինչպես օրիգինալը կա, այդպես էլ արտահայտված է։ Շատ լավ, հաջորդ էջը նայենք։ Այստեղ մայր տաճարն է Չմիածնի, որը խորհրդանշում է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու փաստը 301 թվական արձանագրելով մենք նկատի ենք ունեցել հենց քրիստոնեության ընդունման տարեթիվը, որովհետև տաճարի կառուցման տարեթվերը չենք հատկապես ընդգծել, այլ հենց քրիստոնեության ընդունման տարեթիվն ենք ընդգծել, որը էլի բնականաբար մեր ինքնության եւ մեր պատմության առանցքային հատվածներից է։ Այստեղ ուղղակի պարոն վարչապետ մեր խնդիրը կհիշեք միայն եղել է այն, որ ընտրենք այնպիսի շահեկան դիրք, ռակուրս, որը որ ամբողջ վեհությունն ու գեղեցկությունը տաճարի ցույց կտա եւ կարծում եմ, որ լավագույն դիրքն է ըստ էության ընտրվել ամբողջովին նկարագրելով տաճարի բոլոր հատվածները եւ ընդհանուր առմամբ նաեւ այն համալիրը, որը ունի տաճարը։
Ընդհանուր առմամբ, եթե ես չեմ սխալվում, մենք սկզբից ունեցել ենք բարձր որակի լուսանկարներ, Այո։ հետո այդ լուսանկարները արդեն համակարգչային ծրագրի միջոցով վերենացվել այսպիսի իլյուստրացիաների, այսինքն ինչ որ մեկը սա ձեռքով չի նկարել, որովհետև նման դեպքերում նաև շատ տեղ կթողնենք նկարչին ուղված քննադատությունների, բայց ես կարծում եմ ես գլխից պետք է արձանագրել, որ լուսանկարի ծրագրային տրանսֆորմացիան է դեպի այսպիսի պատկեր։ Մենք պարոն վարչապետ կհիշեք, որ յուրաքանչյուր թեմայի ներքո լուսանկարներ ընտրելիս նախ մի քանի տարբերակներ են քննարկել եւ այո, քանի որ անվտանգությունն առաջինը կոնցեպտ ունենք մեզ մոտ այս տեսանկյունից, ընտրել ենք այն նկարները, որոնք առավելագույնս անվտանգային բաղադրիչներին որևէ ձևով չէին ստվերի եւ մեր չափանիշները կպահպանեինք այս առումով, հետո պրոֆեսիոնալ ֆոտոն վերածել ենք արդեն այս տեսքով նկարների։ Շատ լավ, հաջորդ պատկերը Հաջորդիվ արդեն մեր ժամանակակից պետականության սիմվոլներն են եւ առաջինը, ինչպես տեսնում եք, Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրն է, որը մեր կարևորագույն պետական ինստիտուտներից է։ Ճարտարապետական ամբողջ էլեմենտները լրիվ պահպանված են։ Էլի նույն ձևի լուսանկարից տրանսֆորմացված պատկերի հետ գործ ունենք։ Հաջորդիվ կառավարության շենքը, ընդ որում մենք մտածում էինք, թե պետական ինստիտուտների ինչ հաջորդականությամբ անձնագրում տեղադրենք եւ վերջո որոշեցինք, որ որպես հիմք ընդունենք արարողակարգային ավագությունը, արարողակարգային ավագության տրամաբանությամբ եւ այդ տրամաբանությամբ էլ նախագահի նստավայր, որից հետո գալիս է կառավարության շենքը եւ ընդ որում մենք փորձում ենք այնտեղ, որտեղ նաեւ բնականում տարածքում սովորաբար լինում են մարդիկ, նաեւ մարդկանց պատկերել նկարներում, որպեսզի նաև կապը քաղաքացու մարդկանց հետ շատ ուղիղ ընդգծվի։ Հաջորդիվ արդեն Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը նույն կերպ վիզուալիզացվել է, այսինքն պատկերվել է, հաջորդիվ Սահմանադրական դատարանը, էլի տվյալ դեպքում նաև դատավոր ունենք կադրում։ Մենք ընտրել ենք հիմնական պետականությունը խորհրդանշող կարևոր ինստիտուտները, պարոն վարչապետ, թվարկեցիք դրանք եւ փորձել ենք այս կերպ նաև պետականության բաղադրիչը եւս պահպանել մեր նկարներում։ Հաջորդիվ արդեն հիմնականում մարզերին ենք անդրադառնում նաև եւ առաջինը բնականաբար Մայրաքաղաք Երևանը, նախորդիվ շենքերն էլ իհարկե մայրաքաղաքում են, Երևանում են եւ երկար քննարկումներից հետո որոշեցինք պատկերել Երևանի կասկադը, որը իհարկե Երևանում շատ ուժեղ սիմվոլներ կան, բայց ընտրություն պիտի կատարեինք եւ ընտրությունը կանգ առավ Երևանի կասկադի վրա եւ նաեւ Թամանյանը որպես մեր ժամանակակից քաղաքաշինության նահապետ, եթե կարելի է այդպես ասել, եւ կարծում եմ նաեւ Երևանի իրական կյանքը պատկերող տեսարան, որը շատ պոզիտիվ է եւ այս կադրն էլ կարծում եմ հաջող է ընտրված, ընդ որում մենք ընդգծել ենք նաեւ հիմնականում կասկադի կողքի շինությունները որոշել ենք, որ քան մանավանդ հիմա այնտեղ ներդրումային ծրագրեր են իրականացվում, մենք այսինքն փոխվելու է, բայց մենք որոշել ենք կասկադի սկզբնական տեսքի տրամաբանությամբ առաջնորդվել եւ ահա այսպիսի պատկեր ենք ստացել։ 500 ընդգծելով կասկադը ունի 572 աստիճան։ Այդ տենց փոքր ինֆորմացիաներ է։ Հաջորդիվ Արագած լեռը իր 4 գագաթներով եւ տվյալ բարձրության մասին եւ իհարկե նաեւ Արագած բարձրացող քաղաքացիները, որը էլի նույն տրամաբանության մեջ է, էլի ուշադրություն դարձրեք, որ էջի կեսից ներքևի հատվածն է օգտագործված եւ այս սահմանափակումը բոլոր էջերում մենք նկատի ենք ունեցել, երբեմն վիզուալ կարող է տպավորություն ստեղծվի, որ ամբողջական ենք օգտագործել, բայց մենք ուղղակի պատկերները փորձել ենք տեղադրել այն տրամաբանությամբ, որ նրանց ամբողջականությունն էլ չտուժի, բայց մյուս կողմից էլ էջի համար եւ անվտանգային պաշտպանիչ շերտերի համար խնդիրներ չառաջացնենք։
Պարոն վարչապետ, այստեղ սկսում ենք Արագածոտնի մարզից, մենք այբենական ենք դասավորել մարզերը, սա էլ եմ ուզում ասել, եւ կտեսնենք, որ նկարի ներքևի հատվածում նաեւ երիցուկներ կան, որոնք ավելի բնական տեսք են հաղորդել։ Արագած գնացող մեր բոլոր քաղաքացիները կարծում եմ գիտեն, որ տարածքը հայտնի է երիցուկների ընդհանուր դաշտերով եւ փորձել ենք նաեւ բնականություն հաղորդել ընդհանուր պատկերին։ Շատ լավ, հաջորդը Արատի մարզից պատկերել ենք Խոր Վիրապը, որպես էլի մեր քրիստոնեության կարևորագույն կենտրոններից մեկը եւ իհարկե նկատում են մեր քաղաքացիները, որ մենք այնպիսի ռակուրս ենք ընտրել մեր քաղաքականությունների եւ ինչի մասին շատ վաղուց խոսել ենք եւ խոսում ենք, որ կադրում արտացոլված լինի մանավանդ Հայաստանի Հանրապետության անձնագիրն է արտացոլված լինի Հայաստանի Հանրապետության տարածքը եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը արտահայտված լինի։ Ու սրա մասին շատ քննարկումներ են եղել, շատ են խոսել, ենթադրում եմ էլի կլինի, բայց մեր ընկալումը եւ դիրքորոշումը այսպիսին է։ Պարոն վարչապետ, եւ որպեսզի պատկերն էլ པարզ լինի, մենք օրինակ դիտարկում ենք Արտաշատի ավերակները կամ Խոր Վիրապը, քանի որ դուք արդեն նշեցիք, որ հիմնական նկարները, երբ որ դիտարկում ենք, չէր իդենտիֆիկացվում, որ պատկերի մասին է խոսքը, մենք դրա համար նաեւ կողմնորոշվեցինք Խոր Վիրապի ուղղությամբ եւ քանի որ ուղիղ կապ ունի նաեւ քրիստոնեության ընդունման հետ, որոշեցինք կենտրոնանալ Խոր Վիրապի վանքի վրա եւ նաեւ ամբողջ պատկերը երևում է փոքր գմբեթը, մեծ գմբեթը, պարսպի ամբողջ լուծումներն են այստեղ եւ հետևում նաեւ Արարատյան դաշտն է։ Այս տրամաբանությունը կարծում եմ փորձել ենք ամբողջացնել եւ Արարատի մարզի դեպքում լրիվ ամբողջական պատկեր ենք ստացել։ Շատ լավ, հաջորդիվ նաեւ կարեւոր ենք համարել, որպեսզի մեր ժառանգության ամենակարևոր հատվածներից մեկը ներկայացնելու առիթ օգտագործենք, քանի որ Մայրաթոռը գտնվում է էլի Արմավիրի մարզում եւ որոշեցինք, որ առիթը օգտագործենք եւ Արմավիրի մարզը ներկայացնենք նաեւ լավաշի թոնրատան տրամաբանությամբ մի իրական կյանքի պատկերով, որը առնվազն սիմվոլիկ առումով արտահայտում է լավաշի թխման process-ը եւ նաեւ Արմավիրի մարզի այգիները, պտուղները եւ այդպես շարունակ։ Կարծում եմ էլի լավ տեսարան է եւ դժվար է պատկերացնել մեր ինքնությունը եւ մեր երկիրը առանց լավաշի թխման արարողության, որովհետեւ դա մեր ինքնության եւ իրականության ուժեղ սիմվոլներից մեկն է։ Ես այստեղ միայն հավելեմ, պարոն վարչապետ, որ հիմնականում բնականաբար թոնրատները փակ տարածքներում են, բայց մենք ուսումնասիրել ենք նաև գյուղական տարբեր միջավայրերը եւ բացօթյա թոնրատներ եւս հայտնաբերել ենք, այնպես որ սա եւս չենք հորինել ամբողջը իրական կյանքից։ Պետք է հաշվի առնել նաև, որ սիմվոլիզմի տրամաբանությունն էլ պետք է հաշվի առնել, իհարկե բացօթյա թոնիրներ, թոնրատներ նույնպես կան եւ այս սիմվոլիկ պատկերը նաև երբ որ Պապիկ այգում աշխատելուց հետո եկել է հանգստանումը եւ համտեսում թարմ լավաշը եւ այլն, կյանքի իրական պատկերները նույնպես, այսինքն անձնագիրը նաեւ մեր կյանքի արտահայտումը պետք է լինի եւ ես գոնե այս տեսարանը եւ այս պատկերը շատ եմ հավանում եւ շատ եմ սիրում։ Խնդրեմ հաջորդիվ իհարկե մենք մտածեցինք, որ շատ կարեւոր է, որպեսզի նաեւ Սևանա լիճը երևա եւ բայց մյուս կողմից Սևանա լիճը ցույց տանք այնպես, որ նախ ինքը նույնականացվի եւ նույնականացվի այնպիսի դիտանկյունից, որը նաեւ Հայաստանի Հանրապետությունում շատերին ծանոթ չէ, որովհետեւ կարծում եմ Սևանը բնականաբար Հայաստանում բոլորը գիտեն, բայց վստահ չեմ, որ Բերդկունք ամրոցը 10-րդ դարի շատերն են այցելել եւ շատերը գիտեն, որ Սևանի ափին Բերդկունք ամրոց կա եւ մենք նաեւ որոշեցինք այս ճանապարհով նաեւ Բերդկունք ամրոցի հարահրճակմանը ծառայեցնել անձնագրի ձևավորումը եւ իհարկե Սևանը այսօրվա պատկերով ուրախությամբ պետք է նշեմ, որ նաեւ հիմա Սևանում շատ հաճախ կարելի է տեսնել առագաստա նավեր փոքրիկ եւ այս պատկերն էլ նույնպես այսօրվա իրականությունն է արտահայտում եւ հիմա էլ Բերդկունքում էլ շարունակաբար պեղումներ են տեղի ունենում եւ սա նույնպես մեր պատմական ժառանգության շատ կարեւոր մի հատված է։
Ես ուղղակի հավելեմ, պարոն վարչապետ, որ քանի որ դժվարամատչելի անառիկ ամրոցը Բերդկունքը եղել, հիմնական հենց հասանելիություն ապահովող հատվածն է պատկերում երևում, որը Բերդկունք գյուղից է ըստ էության գնում եւ այո, Սևանալիճ առանձին վերցված չէին կարողանում լավ պատկերով նկարագրել եւ նաեւ թերակղզու տարբերակը եւս փորձել էինք, բայց որpիսի մեր նպատակը կարողանանք իրացնել, այսինքն նույն լոկացիաները անընդհատ չկիրառենք անձնագրում, ավելի հետաքրքիր բազմազան տարբերակով ապահովենք, Բերդկունք ամրոցը կարծում լավագույնս արտահայտում է այս միտքը։ Շատ լավ, հաջորդ էջը եւ իհարկե ակնհայտ տեսարանը Գառնու հեթանոսական տաճարը, որը նույնպես մեր պատմության շատ կարևոր հանգրվաններից է եւ իհարկե Հայաստանի քաղաքացիների եւ օտարերկրյա զբոսաշրջիկների համար ամենասիրելի վայրերից մեկը, այստեղ շատ մեկնաբանություն չունեմ, պարզապես Գառնու տաճարը։ Այստեղ պարոն վարչապետ, ես ուղղակի ուզում եմ նաև նշել, որ մշակույթների լավագույնս համադրման լուծում ունենք որպես այդպեսին, որովհետև հունական դասական ճարտարապետական ոճն է օգտագործված շենքում, հայկական քարերն են եւ նաև ուշադրություն դարձնենք, որ մեր քաղաքացիները որպես կանոն աստիճաններին են նստում եւ նկարվում, փորձել ենք նաև այստեղ եւս այդ էլեմենտը ապահովել։ Այստեղ իհարկե կարող է հարց ցակել, թե ինչ են երկու քաղաքացիներ պատկերվում, որովհետև պարզա որ Գառնիում էլ հանրապետության հրապարակում էլ մյուս տեղերում էլ քաղաքացիների թիվը միշտ անհամեմատ ավելի մեծ է, բայց ուղղակի չենք կարող բազմաթիվ քաղաքացիներ պատկերել, որովհետև այդ դեպքում արդեն բուն հուշարձանի պատկերման ամբողջականությունը կտուժեր, դրա համար փորձել ենք մարդու ներկայությունը ընդգծել, բայց նաև շատ մարդկանց ներկայությամբ որևէ ձևով չստվերել հուշարձանի պատկերումը մեր անձնագրի էջերի վրա։ Խնդրեմ հաջորդը Լորի Բերդ ամրոցը, որը նույնպես մեր պատմության շատ կարևոր կոթողներից է եւ Լոռ մարզում էլ մենք ունենք բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ եւ իհարկե բնության գեղեցկություններ, որ մենք կարող ենք պատկերել, բայց այնուամենայնիվ մենք այստեղ փորձել ենք նաեւ մեր պետականությունը խորհրդանշող սիմվոլներ ընդգծել եւ Լորի Բերդը իհարկե մեր շատ կարևոր սիմվոլներից է եւ ուրախ եմ, որ մենք անձնագրում ունենք այս պատկերը եւ նաեւ հույս ունեմ, որ առիթից օգտվելով նաեւ բազմաթիվ քաղաքացիների միջայլոց ովքեր անձնագրի հետ կառնչվեն եւ օրինակ չեն եղել Լոռի Բերդում, չեն եղել Բերդկունքում եւ մյուս տեղերում, դա նաեւ լրացուցիչ խթան կլինի, որպեսզի նրանք անպայման այս կոթողները, հուշարձանները տեսնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկեն։ Եվ նաև վերևում փոքր բոլոր տեղերում մի տողով Լորի Բերդ ամրոցը 11-րդ դար։ Հաջորդը եւ տեսարան Գյումրիից, որը կարծում եմ, որ նույնպես էլի շատ բնորոշ է ստացվել, Գյումրիի փողոցներից մեկը վերականգնված կամ պատմական միջավայրին մաքսիմալ հարազատ փողոցներից մեկը, ահա պատկերել ենք եւ իհարկե Գյումրիի հայտնի ֆայտոնը չէր կարող տեղ չզբաղեցնել մեր անձնագրի մեջ էլի պատկերը հնարավորինս նույնական է իրականության հետ, էլի նույն մեթոդն ենք օգտագործել, հիմնականում լուսանկար, որը հետագայում համակարգչային ծրագրերի միջոցով տրանսֆորմացվել եւ վերածվել այսպիսի պատկերի։ Դե, հարգելի բարեկամներ, այո, ծավալ ուներ, բայց անձնագիր է, կատակ բան չէ, ամեն ինչ պետք է մանրամասն ներկայացվեր եւ որպեսզի ես 10 ժամ չպատմեի բովանդակությունը, այսպես է եղել, այնպես է եղել, այնպես, առաջարկում եմ հենց այսօրվա քննարկումից sense հատվածները ներկայացնել ձեզ։ Մտածեք այս ուղղությամբ, բարեկամներ, ինչ ասեմ, սկզբից էմոցիոնալ, այո, խոսեցի, որովհետեւ ողջ համացանցը, ողջ մեդիատիրույթը պատկան մեդիաները քննարկում մի քիչ խորը եղեք, մի քիչ ուրիշ ձև նայեք էլի իրականությանը։ Ինչևէ, մեր գործընկերների ծանոթություններն են հաջորդիվ, շնորհակալ ենք, որ մեզ հետ են, մեր կողքին են։ Այսօր երեքշաբթի է, դա նշանակում է, որ մեր երաժշտական վիկտորինան եւս կա, AMPM վիկտորինան։ Մեր գործընկերների ծանոթությունները կլինեն, որից հետո չփոխեք ալիքը, որովհետեւ մոտավորապես 30 րոպեից մեր AMPM երաժշտական վիկտորինան գալու է
եւ լավ ժամանց լինելու է ապահովված, դուք եւս մասնիկը դարձեք քննարկումների, այնպես որ կսպասենք ձեզ եթերում, ձեզ ցտեսություն եմ ասում, չեմ հեռանում տաղավարից բացարձակ, պարզապես մեր գործընկերների ծանոթությունները պետք է շարունակեն եթերը։